Սյունիքի մարզում Շիկա հողի արգելոցի տարածքում ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հեկտար անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։ Հետքը պլանետի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Լրատվամիջոցն առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։ Շիկա հողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներևը 2023-ին, երբ հատվել են Շիկա հողի արգելոցի ստորին փեշերը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։ 2023 թվականի օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։ Այս ճանապարհը անտառի միջով հատվելով և դիրքերի համար բարենպաստ տարածքներ մաքրելով հասնում է մինչև ներքին հանդի ստորին հատվածներ։ Այն նույնպես բացվել է 2023-ին, որովհետև 2022-ի արբանյակային լուսանկարներում այս հատվածները դեռևս անտառածածկ են եղել։ Ներխուժման հաջորդ երկու ուղղությունները ներքին հանդի հարավ-արևելյան մասերում են։